Բարի երեկո, շնորհակալ եմ շատ, որ այսօր այստեղ եք։ Ես Աննա Գևորգյանն եմ, արևելագետ եմ, աշխատում եմ Երևանի Պետական համալսարանի քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնում, բայց նաեւ Արիզոնայի Պետական համալսարանում վերապատրաստվելուց հետո զբաղվում եմ գենդերային հետազոտություններով եւ այսօրվա թեման ըստ էության այդ ոլորտին է վերաբերելու կանայք եւ հասարակական շարժումները ժամանակակից Հայաստանում թեման իհարկե շատ լայն է ընտրված եւ ես ավելի կպարզաբանեմ թե ինչ ասպեկտից ենք նայելու նախ պիտի ասեմ որ երբ ասում եմ կանայք տվյալ հետազոտության շրջանակում նկատի ունեմ բոլոր կանանց տարբեր կանանց որովհետև երբ հասարակական շարժումների համատեքստում են խոսում կանանց մասին, որպես կանոն առաջին հերթին նկատի են ունենում ֆեմինիստ կանանց, բայց ես այս հետազոտության շրջանակում անդրադարձել եմ բոլոր կանանց եւ հետաքրքիր է այս ասպեկտը շատ, որովհետև ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ունեն տարբեր ինքնություններ, սեռային ինքնությունը այդ ինքնությունների շարքում մեկն է միայն, բայց երբ կանանց մասին ենք խոսում, որպես կանոն առաջին հերթին ընկալվում է նրա սեռային պատկանելությունը, բայց կանայք նաև աշխատողներ են, բնապահպաններ են, լիբերալներ են, ժողովրդավարության համար պայքարողներ են եւ այս բոլոր կանանց հաշվի եմ առել այս հետազոտության ընթացքում։ Հասարակական շարժումների վերաբերյալ հասարակագիտությունը ունի տարբեր տեսություններ, շատ տարբեր ու երբեմն մեկը մյուսին հակասող տեսություններ, ես չեմ մտնելու այդ տեսությունների դաշտ, միայն պիտի ասեմ, որ հասարակական շարժումները այս հետազոտության համատեքստում ինձ համար որպես հետազոտող քաղաքացիների համախումբ են նշանակում, որոնց միավորում է ընդհանուր շահը, հետաքրքրությունը եւ որոնց գործողությունները միտված են հասարակական փոփոխություններ պարտադրելու կամ դրանք չեղարկելու։ Հետազոտական հարցերը, որոնք ձևակերպել եմ ինձ համար, որպեսզի այդ լայն թեման նեղացնեմ եւ կարողանամ այս 30 րոպեների շրջանակում փոքր-շատ հետաքրքիր նյութ մատուցել ձեզ։ Արդյոք պակաս խտրական է հասարակական շարժումների լեզուն, տվյալ պարագայում բնականաբար նկատի ունեմ հայաստանյան համատեքստում, եւ կան արդյոք կանանց շարժումներ Հայաստանում եւ եթե կան, ինչպես է այդ շարժումների լեզուն ազդում քաղաքացիական լեզվամտածողության վրա։ Եվ մեթոդը հասարակական շարժումների տեքստերի բովանդակային վերլուծություն, ընդ որում տեքստ ասելով նկատի չունեմ միայն գրավոր տեքստ կամ բանավոր տեքստ, նաև վիզուալ տեքստեր եւ տեքստերի բոլոր տարատեսակները, որոնք այս կամ այն կերպ ունեցել են դրսևորում հասարակական շարժման համատեքստում։ Կանանց խմբերի գործողությունների ու տեքստերի բովանդակային վերլուծությունը եւ նշված երկու կարգի տեքստերի համատությունը, համատեքստային վերլուծությունը։ Համատեքստային վերլուծության շրջանակում նաեւ նայել եմ թե ինչու եմ սա կոնկրետ նշում, որովհետեւ համատեքստը հաշվի առնելով ավելի պարզ է դառնում, թե արդյոք կանանց խմբերի մասնակցությունը ավելի լայն հասարակական շարժումներում ինչ որ կերպ փոխում է այդ հասարակական շարժումների լեզուն։ Հետազոտության գաղափարը Ումբերտո Էկոն, որին շատ սիրում եմ, ասում է, որ հետազոտություն անելիս դժվար թե շատ նորարարական մեթոդներ հնարած լինեք ձեզ համար, բայց այն պատմությունը, որ ձեզ բերել է այդ թեման ուսումնասիրելու, շատ յուրօրինակ է բոլոր հետազոտողների համար եւ այդ մասին պատմելը կարեւոր է։ Եվ ես ուզում եմ պատմել, ինչպես առաջացավ այդ գաղափարը դա հետազոտելու։ Մի քանի տարի առաջ ազատամարտիկների մի խումբ հավաքվել էր Ազատության հրապարակում եւ որոշակի պահանջներ էր դնում իշխող վերնախավի առաջ եւ նրանց շարքերում էր մի շատ ակտիվ կինազատամարտիկ, որի անունը այս պահին չեմ տա, բայց եթե հետաքրքրում է կարող է հետո ասեմ, որը բավական այսպես միլիտարիստական խոսքով էր հանդես գալիս, պատմում էր նաեւ իր անցած ճանապարհի մասին Ղարաբաղյան պատերազմում, որպես ազատամարտիկ էր ներկայանում, կին ազատամարտիկ եւ նրա ներկայությունը Ազատության հրապարակում ինքնին ֆիզիկական մարմինը նրա արդեն ուղերձ էր, կարծես ինչ որ կարծրատիպեր էր քանդում, կին ազատամարտիկ դուրս է եկել փողոց, պայքարում է, բայց նա ասում էր այսպիսի մի տեքստ, ասում էր նախագահի երեսին կաթսա եմ շպրտել, որպեսզի նրան ցույց տամ, որ նա կնգանման վախկոտ է եւ չի կարողանում առերեսվի այն խնդիրներին, որ այսօր ունի հասարակությունը,
Եվ պատսպարվել է այդ պատերից Բաղրամյան 26-ի պատերից ներս եւ այլ բան չունի անելու, քան ճաշը պի եւ իր եփած ճաշն էլ ուտի։ Այստեղ ես սկսեցի մտածել, որ նշանակում է արդյոք, որ երբ ձայնն անջատած տեսանյութ ենք նայում եւ տեսնում ենք կնոջ հրապարակներում ինչ որ բան պահանջելու համատեքստում, դա բոլորովին այլ ուղերձ է, երբ ձայնը միացնում ենք, բոլորովին այլ ուղերձ ենք ստանում։ Իսկ մինչ այդ ես արդեն ունեցել էի փորձ ուսումնասիրելու մեր քաղաքական դաշտում ակտիվ կին քաղաքական գործիչների եւ համոզվելու, որ նրանց քաղաքական տեքստերը ամենևին պակաս խտրական չեն եւ նույնությամբ վերարտադրում են այն գենդերային կարծրատիպերը, որ կան մեր քաղաքական մշակույթում եւ որոնք վերարտադրվում են տղամարդ քաղաքական գործիչների մոտ։ Եվ այստեղ ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ նայել նաեւ հասարակական շարժումների մյուս կին անդամների խոսքը, ուղերձները եւ նաեւ նրանց մասնակցությամբ հասարակական շարժումների լեզուն ընդհանրապես։ Իհարկե ես նպատակ ունեմ շատ ավելի լայն առաջիկայում հետազոտություն անել եւ այդ հետազոտության մի ասպեկտը պիտի լինի նաեւ խորքային հարցազրույցներ են կանանց հետ, ովքեր մասնակցել են հասարակական շարժումներում եւ բնականաբար այս երկու տասնամյակի ընթացքում ունեցել ենք այնքան շատ հասարակական շարժումներ, որ բոլորը դիտարկել չէի կարողանա, բայց վերցրել եմ վերջին ժամանակների այսպես ամենահայտնի հասարակական շարժումները, որոնք ինչ որ չափով ունեցել են հաջողություն կամ այդ հաջողությունը եղել է ճակերտավոր կամ գոնե նրանց առաջնորդներն ասել են, որ ինչ նպատակների հասել են, եւ դրանցից մեկը իհարկե դեմ եմ շարժումներ, որ այդ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի դեմ պայքարի այդ հասարակական շարժումներ, երբ նայում ես իրենց տեքստերը, որոնք ասել են այդ ընթացքում, դրանք բացարձակ խտրական ինչ-որ տարրեր չեն պարունակում, բայց այստեղ մի այլ տեղ է թաքնված խտրականությունը, որովհետև որպես կանոն առաջնորդողների շարքում կանայք չկան, եւ որպես կանոն հարթակ բարձրանում են միայն տղամարդիկ։ Եվ ես գտա նաեւ մի երգ, որը դարձել էր այդ հասարակական շարժումներից շարժման դեմեմի, այսպես soundtrack-ը, ռեփ էր, եւ երգում էր մի տղա, որ ասում էր ես չեմ ուզում դառնալ պապիկ, ատում եմ բոլոր վիճակները ստատիկ։ Հիմա բնականաբար դուք կարող եք հակադարձել ու ասել դե տղա էր երգողը, հո չէր ասի, որ չեմ ուզում պապիկ ու տատիկ դառնալ, բայց փաստ է, որ հասարակական շարժումները եսի վերաճումն են մենքի, երբ եսը եսերի ինչ որ մի համախումբ վերածվում է մենքի եւ ձևակերպում է մենքին բնորոշ, մենքին հատուկ ինչ որ նպատակներ։ Երբ որ soundtrack-ը ընդամենը մեկն է, եւ այդ մեկ երգի հեղինակը տղա է եւ խոսում է միայն իր անունից, ես ինձ իրավունք եմ վերապահել կարծելու, որ սա շարժման գաղափարախոսության արականացում է, որովհետեւ այնտեղ պայքարում էին աղջիկներ ու տղաներ, կանայք ու տղամարդիկ, որպիսի հիմա լինեն ապահով եւ ոչ թե հույս փայփայեն, որ հարուստ տատիկ ու պապիկ են լինելու, բայց այս երկը փաստորեն նեղացրել էր այդ նպատակը եւ ինչի է բերում այս մոտեցումը, որպեսզի ցույց տամ, որ միայն ես չէ, որ այդպես եմ ընկալում, ես նայեցի բոլոր այն պաշտոնյաների խոսքը, որոնք այս կամ այն կերպ անդրադարձել են այդ շարժմանը, օրինակ կարծիք են հայտնել նախարարների մակարդակով, փոխնախարարների մակարդակով, նրանց հրավիրել են բանակցությունների կամ կարծիք են հայտնել, թե արդյոք հաջողված է նրանց շարժումը, նրանց մասին խոսելիս ասում են դեմեմի տղաները։ Թեև ասացի, որ նրանց շարքերում կային աղջիկներ կամ նույն կերպ ասում են Էլեկտրիկ Երևանի տղաները։ Նույնպես, թեև բոլորս գիտենք, որ Էլեկտրիկ Երևանի շրջանակներում տատիկներ ու պապիկներ, կանայք ու տղամարդիկ, աղջիկներ ու տղաներ կային։ Եվ ես բերել եմ նաև դեմեմի աղջիկների եւ ինչու եմ այս ձևակերպումը նաև դրել, որովհետեւ անգամ այն դեպքում, երբ որևէ հարցազրույց տալիս է հասարակական այս շարժման կին ներկայացուցիչը կամ երկու կանանցով են կամ մի քանի կանանցով են, երբեք չեք հանդիպի, որ ասեն այսին շարժման աղջիկները կամ ասում են շարժման ներկայացուցիչները, իսկ եթե տղաներն են, ապա շեշտվում է, որ տղաներն են։ Էլեկտրիկ Երևանը շատ հետաքրքիր ֆենոմեն էր։ Այստեղ կարծես առաջին հայացքից
ստացվում էր մի էգալիտար հորիզոնական հարաբերություններով մարդկանց համախումբ, երիտասարդություններ, որոնք փոփոխություն էին պահանջում ոչ միայն սոցիալական ոլորտում եւ կոնկրետ էլեկտրաէներգիայի գնի հետ կապված, այլ կարծես այլ փոփոխությունների, նաեւ ջատագովների թիվն էր շատ մեծ։ Բայց Էլեկտրիկ Երևանի պաստառների, նրանց ուղերձների լեզուն նույնպես շատ արական էր, նույնիսկ ֆալոսապաշտական, ես կասեի, այն աստիճան, որ այդ ժամանակի հերոս այդ էլեկտրացանցերի պաշտոնյա Բիբին ազգանուն այլևս դադարեց ազգանուն լինել, դարձավ ֆալոսի հոմանիշ եւ ջրցանները դադարեցին լինել միայն ջրցան մեքենաներ, այլ դարձան նույնպես ֆալոսի հոմանիշ եւ հետաքրքիր է, որ շարժման մասնակից ոչ միայն տղաները, այլև աղջիկներն ու կանայք շատ մեծ խանդավառությամբ օգտագործում էին այս այլաբանական ուղերձներն ու պաստառներին գրում էին այդ ուղերձներով նաև ինչ-որ տեքստեր եւ մի նկար էի առանձնացրել, բայց հետո մտածեցի, որ գուցե հեղինակային իրավունքների հարց առաջանա, երբ ջրցանի չափերի վերաբերյալ խոսում էր կինը եւ ասում էր, որ ամուսնուս համապատասխան մի խոսքով ջրցանը ավելի մեծ է, քան ձերը եւ դա ասում է շատ մեծ հպարտ դեմքով եւ այդ նկարում պատկերված է նաեւ տղամարդը, որն ասում է այդ ամուսինը ես եմ։ Եվ այստեղ նաև այդ հասարակական շարժման առաջնորդներից մեկի ծննդյան օրն էր այդ շրջանակում, այդ ծննդյան օրը երևի կհիշեք ավելի այլ համատեքստում, երբ նա Աստվածաշունչ նվեր ստացավ, այդ նվերի հետ կապված ավելի շատ տիրաժավորվեց այդ առիթը, բայց նաև այսպիսի տորթ էր ստացել, որի վրա եթե չի երևում գրված է ձեր թալանը մեր վաղոյի ջրցանին չի։ Այսինքն այս տեսակ ուղերձները ես ինչու եմ առանձնացրել, որովհետև սրանք հստակ վերարտադրում են այն այրակենտրոն, այսպես հայերիշխանական, ֆալոսապաշտական դիսկուրսը, եւ այստեղ բացարձակ ստվերվում է այն էգալիտար, ֆեմինիստական մոտեցմամբ հարաբերությունները, որ կային այս շարժման համատեքստում եւ դրանց ես ավելի ուշ կանդրադառնամ։ Այստեղ նաեւ այլ մտավախության համար եմ ես առանձնացրել այս պաստառը, որովհետեւ ոչ միայն նորից Բիբինին են անընդհատ հիշում, այլև հստակ բռնության կոչեր նաև, չէ՞, կտրել Բիբինը, քանի որ արդեն գիտենք թե դա ինչ է նշանակում։ Կարճ ասած, նորից այդ բռնության քարոզ, ինչ որ միլիտարիստական ուղերձներ, հայրիշխանական մոտեցումներ, այս բոլորը վերարտադրվում էր Փակ Բաղրամյանում, որտեղ ռազմահայրենասիրական երգեր էին երգում, որտեղ սակայն երիտասարդությունը խոսում էր, որ նոր, լուսավոր, փայլուն մի սերունդ է եկել, որ բոլորովին այլ արժեքներ ունի, բայց փաստորեն տեսնում ենք, որ այդ նոր արժեքները հին արժեքների վերարտադրություն լինեն, կարծես։ Շատ հետաքրքիր էր բնապահպանական շարժումները դիտարկել այս հետազոտության համատեքստում։ Ուրեմն այս ֆեմինիստական մանրադիտակն առած փնտրում էի ինչ-որ մի խտրականության դրսևորում, գուցե այդքան լավ չեմ փնտրել։ Պարզ է, որ կարճ ժամանակամիջոց ունեի ու նաև կարճ ասած հնարավոր է, որ բաց թողած լինեմ ինչ-որ մի բան։ Բայց ակնհայտորեն տարբերվում էին եւ Մաշտոցի պուրակի հետ կապված շարժումը, եւ Թեղուտի անտառների համար մղվող պայքարը, եւ Թռչկանի ջրվեժի համար մղվող պայքարը ոչ միայն ավելի շատ կանայք էին մասնակցում եւ ավելի շատ ասելով նկատի ունեմ հենց առաջնորդների թվում, այլև իրենց պաստառներն ու ուղերձները շատ ավելի գենդերային տեսանկյունից զգայուն, այսպես նեյտրալ պաստառներ էին։ Եվ այս ինչու է հետաքրքիր, որովհետև ֆեմինիստական տեսության համատեքստում կա այսպիսի մի վերաբերմունք, որ բնապահպանական խնդիրներն ու գենդերային խնդիրները սերտորեն փոխկապակցված են եւ երկուսն էլ հայրիշխանական հասարակության ծնունդ են։ Եվ կա էկոֆեմինիզմ հասկացությունը, որի
հետևորդները համարում են, որ գենդերային հավասարության հասնելու համար եւ արդյունքում նաեւ հնարավոր է ունենալ նաեւ ավելի լավ բնապահպանական վիճակ, որովհետեւ նախ կանայք ավելի գրագետ մոտեցում են ունենում բնությանը եւ երկրորդը նույն տղամարդիկ, որ խտրական վերաբերմունք են ունենում կանանց նկատմամբ եւ նրանց դիտարկում են որպես սեփական վայելքների համար առարկա, նույն կերպ վերաբերվում են նաեւ բնությանը եւ ոչնչացնում են բնությունը։ Այս համատեքստում սա դիտարկելով համարում եմ, որ սա հետաքրքիր զուգադիպություն է։ Մյուս կողմից կարելի է իհարկե հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ եթե սոցիալական շարժումներում ընդգրկված մարդիկ ինչ որ կերպ նաև հետո ուղի են հարթում դեպի քաղաքական դաշտ, ապա այս շարժումները շատ ավելի, այսպես սեփական սկզբունքներից ելնելով, չէ, բնապահպան մարդիկ որպես կանոն լինում են բնապահպան եւ ոչ թե հավատում են դրան, իրենց սկզբունքներն են պաշտպանում եւ միգուցե այս է պատճառը, որ այստեղ մի տեսակ ավելի էգալիտար միջավայր էր ու նաեւ նրանց արտադրած տեքստերը էականորեն տարբերվում են մյուս հասարակական շարժումների տեքստերից։ Ուզում եմ անդրադառնալ այն խնդրին, որ մեր հասարակության մեջ, մեր երկրում կան ֆեմինիստական խմբեր եւ ՀԿ-ներ, որոնք ակտիվորեն մասնակցում են տարատեսակ հասարակական շարժումներում, դրանք ոչ միայն ֆեմինիստական շարժումների մասնակիցներ են, այլ նաեւ բոլոր այն շարժումների, որոնք հանուն արդարության են որևէ ոլորտում, այս խմբերի եւ հասարակական կազմակերպությունների մասին սակայն խոսում են շատ նեղ շրջանակներ եւ իրենց շարժումների եւ իրենց արտադրած տեքստերի մասին նույնպես լայն հասարակական շրջանակները այնքան էլ տեղյակ չեն եւ այստեղ նաեւ պիտի անդրադառնամ այն խնդրին, որ կանանց մասնակցությունը հասարակական շարժումներում միշտ է եղել պատմության ընթացքում, բայց ֆեմինիզմի երկրորդ ալիքի շնորհիվ է, որ ստեղծվել է նաև ֆեմինիզմի գիտական թևը եւ որը սկսել է անդրադառնալ այդ պատմություններին։ Այստեղ ես հասարակական կազմակերպությունների շարքում նշել եմ նաեւ Երևանի պետական համալսարանի գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոնը, որովհետեւ սա էլ կարծես մեր երկրի համար այդ գիտական թևն է, որը արդեն անդրադառնում է նաև հետազոտությունների մակարդակում բոլոր այն ՀԿ-ներին եւ ֆեմինիստական խմբերին, որոնք այդ հասարակական շարժումների ջատագովներն են, նախաձեռնողներն են կամ ակտիվ մասնակիցներն են։ Ինչ տեսակ գործունեություն են ծավալում այս խմբերը, նախ եւ առաջ բացի յուրաքանչյուրը ունի իր առաքելությունը, այնտեղ եթե կարդացիք անվանումները կանանց իրավունքների կենտրոն, կանանց պաշտպանության կենտրոն, իրական աշխարհ, իրական մարդիկ, տարատեսակ խնդիրներով են զբաղվում, բայց այդ բոլորի հետ միասին շատ օպերատիվ արձագանքում են հասարակական քաղաքական կյանքում տեղի ունեցող այնպիսի իրադարձությունների, երևույթների, որոնք իրենց մեջ այդ խտրական գենդերային կարծրատիպերն են վերարտադրում։ Եվ սա այս նկարը այդպիսի մի ակցիայից օրինակ է, երբ որ գյուղատնտեսության նախարարը, կարծեմ Շիրակի մարզում, որոշել էր դաս տալ գյուղացիներին, թե ինչպես է պետք աճեցնել կարտոֆիլը եւ ինչպես է պետք ամենակարևորը շահեկան նրան ներկայացնել շուկայում եւ վաճառել, եւ ասել էր կարտոֆիլն էլ աղջկա նման մի բան է, պետք է այնպես ներկայացնես, որ ուզողներ լինեն եւ սրա համար է, որ կազմակերպված է այս ակցիան, բայց սա իհարկե միակը չի, բազմաթիվ այդպիսի ակցիաներ են կազմակերպվում, մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչները հեչ ժլատ չեն այդ ասպարեզում, շատ հաճախ են այդպիսի կարծրատիպեր վերարտադրում եւ շատ զավեշտալի արտահայտություններ անում, այնպես որ այս ոլորտում հակազդեցության շատ օրինակներ են լինում։ Իմիջիայլոց սա այսօրվա պաստառ է, ես նկատեցի եւ ավելացրեցի, ազգային ժողովը քննարկում է օրինագիծ ընտանեկան բռնությունը քրեականացնելու, քննարկումների փուլում կանչել են նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, բայց վերջում կարծես թե ուզում են
այնուամենայնիվ ընդունել օրինագծի այն տարբերակը, որ իրենք էին ուզում մշակել, եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փաստորեն գրում են, էլի մեզ չեք լսելու, այսինքն մեզ հարցնում եք, բայց հաշվի չեք առնում սա։ Ֆեմինիստական խմբերի ու հասարակական կազմակերպությունների արտադրած տեքստերը կարող ենք բաժանել խմբերի, դրանք հոդվածներ են տարատեսակ, հրապարակումներ, զեկույցներ եւ հանրային միջոցառումներ, եւ այս բոլորը ես նշում եմ, որպեսզի ցույց տամ, որ այն պնդումները, որ Հայաստանում չկա ֆեմինիստական շարժում, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, որովհետև հասարակական շարժումը պարտադիր չի, որ լինի այդպես բազմամարդ, պարտադիր փողոցում, այսպես երկարատև ինչ-որ մի process, դա կարող է լինել առանձին խմբերի կողմից, բայց քանի որ այդ բոլորը ծառայում են մեկ նպատակի համար, այդ բոլորը կարող ենք շարժում անվանել։ Ինչպիսի ազդեցություն են ունենում այդ հոդվածները, հրապարակումները։ Նախ եւ առաջ իհարկե հակազդեցություն, որովհետեւ սկսում է դիսկուրս, թե այդ բոլորը ինչի համար է, ում է պետք եւ ում շահերն է սպասարկում։ Այստեղ պիտի հիշեմ ֆեմինիստական մի հռչակագրի մասին, որն իր մեջ պարունակում էր գործողությունների, նպատակների մի շարք, որոնք ձևակերպված էին այսպիսի բայերով. ուզում եմ, ապրում եմ, պահանջում եմ, գիտակցում եմ, փոխում եմ, սա մանիֆեստ էր ֆեմինիստական, եւ ես ուզում եմ մենք զուգահեռ անցկացնենք, մենք ունեցել ենք կանանց իրավունքների մանիֆեստ նաեւ 100 տարի առաջ Օսմանյան կայսրության համատեքստում, եւ այդ մանիֆեստը, երբ որ նայում ենք, այնտեղ մեծամասամբ պահանջ է ինչ որ բան ունենալ, եւ ուզում եմ սրա վրա ուշադրություն դարձնենք, որ եթե այնտեղ կարծես пассив միևնույն է դիրքերում է եւ տղամարդկանցից են պահանջում ունենալ կրթության իրավունք, ոչ խտրական վերաբերմունքի իրավունք, ապա այստեղ արդեն ֆեմինիստական այդ հռչակագիրը սահմանում է, որ այլևս կինն է որոշում, թե ինքը ինչ է ուզում, ինչպես եւ որտեղ, եւ այս հռչակագիրը շատ մեծ քննարկումների առիթ դարձավ, որովհետեւ ի տարբերություն այս երկու հռչակագիրների բովանդակությունների տարբերության արձագանքը միևնույնն է միակերպ է, այնպես ինչպես 100 տարի առաջ, հիմա էլ ասում են, որ սա եվրոպական ինչ-որ բարքերի կրկնօրինակում է, ինչ-որ մարդկանց նպատակներին է ծառայում, որոնք հայեցի չեն, ոչ հայեցի դաստիարակություն ունեն եւ ոչ էլ հայեցի ընտանիքների ջատակովներ են, այլ եվրոպական արժեքները Հայաստան ներմուծելով փորձում են խարխլել մեր հասարակությունը։ Եվ ուզում եմ նաեւ արդեն շահկապելով այս ֆեմինիստական շարժումների եւ հասարակական այլ շարժումների փոխազդեցությունը, այս նկարում մենք տեսնում ենք նույն էլեկտրիկ Երևանի այդ բիբինախառը, ջրցանախառը հասարակական շարժման համատեքստում ֆեմինիստական խմբերի նախաձեռնությամբ եղավ կոչ Բաղրամյանում ունենալու ֆեմինիստական քննարկում, որտեղ չի լինի հարթակ, որտեղ չի լինի մեկ առաջնորդ եւ չի լինի այդ առաջնորդի պարտադրված տեքստ, այլ որտեղ կլինի ազատ հնարավորություն արտահայտվելու բոլորի համար եւ մենք տեսնում ենք, որ շրջան կազմած մարդիկ քննարկում են իրենց անելիքները, ամեն մեկը ազատ է ինչ-որ առաջարկներ, դիտարկումներ անելու եւ սա ես դիտարկում եմ ցուցիչ, թե ինչպես ֆեմինիստական խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը հասարակական այլ շարժումներում կարող է փոխել այդ շարժման ներքին տրամաբանությունը եւ ունենալ ազդեցություն նաեւ նրա արտադրած լեզվի վրա։ Խաղաղասիրության կոչերի հետ կապված ֆեմինիստական խմբերն ու այդ հասարակական կազմակերպությունները նույնպես հանդես են գալիս այսպիսի կոչերով։ Հետաքրքիր էր, որ ապրիլյան օրերին եղավ մի հրապարակում, որ կոչվում էր «Մեր սպանված մարմինները հարստացնում են նրանց գրպանները»։ Սա շատ կարևոր գաղափարներ արծարծող տեքստ էր, բայց համատեքստն ընտրված էր այնպիսի մի պայթյունավտանգ եւ շատ ջղագրգիռ մի
ժամանակաշրջան, որ հասարակությունը շատ խիստ արձագանքեց այս հրապարակմանը եւ այն ընթացքում, երբ ողջ հասարակությունը այսպես ռազմահայրենասիրական ոգու ջատագով էր դարձել, խիստ քննադատության ենթարկվեց այս տեքստը, բայց եթե տեքստը դիտարկում ես այդ համատեքստից դուրս, ապա սա ու եթե այս տեքստը արտադրելու, վերարտադրելու քաջություն ունենան նաև ոչ միայն սահմանից այս կողմ, այլ նաև սահմանից այն կողմ, սա լուրջ մարտահրավեր է իշխող էլիտաներին, որոնք պատերազմի միջոցով որոշակի շահեր ու նպատակներ են հետապնդում եւ այդ շահերին հասնելու համար ծնում են համապատասխան գաղափարախոսություններ, սնում են հասարակություններին այդ գաղափարախոսությամբ եւ իրենց պարտադրած կանոններով ստիպում են, որ խաղան հասարակության բոլոր անդամները։ Եվ այստեղ է որ այս տեքստը եւ այդ տեքստի նման նաև այլ ուղերձներ ու տեքստեր ստիպում են, որ այդ մեծ խաղի փոքր դերակատարները վերաիմաստավորեն իրենց դերը, հասկանան արդյոք իրենց դերակատարումն է տեղ որպես խաղի մասնակից է թե որպես զոհ եւ վերաիմաստավորեն իրենց վերաբերմունքը այդ խաղի նկատմամբ։ Ֆեմինիստական շարժումների գործունեության շատ կարևոր բաղադրիչ է նաև տարբեր գաղափարների վերաիմաստավորում, որովհետև հասարակություններին, երևի բոլոր հասարակություններին հատուկ է, այդ թվում նաև մեր հասարակությանը, մենք շատ քիչ ենք ինքներս մեզ հարցնում ինչու, որպես կանոն ասում ենք ինչը եւ ինչպես, եւ այդպես կարծրացած փոխանցում ենք նաև սերնդեսերունդ, մարտի 8-ին տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ կանանց նվիրում ենք ծաղիկներ եւ երբեք չենք հարցնում, թե սա ինչ տոն է եւ ինչու ենք այդ ծաղիկները նվիրում։ Եվ այս ֆեմինիստական խմբերն ու շարժումները շատ լուրջ իրենց մասնաբաժինն ունեն այս գործում ամեն տարի մարտի 8-ին ունենալով տարատեսակ միջոցառումներ, որոնց շրջանակում բարձրաձայնում են այս հարցը, որ մարտի 8-ը վերաիմաստավորման կարիք ունի, որ սա կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության օրն է եւ ոչ թե ծաղիկ նվիրելու։ Հասարակության մեջ կա վերաբերմունք, որ ֆեմինիստական պայքարը եվրոպականացված տղամարդկանց դեմ եւ տղամարդատյաց ինչ-որ մի պայքար ու շարժում է, վերաիմաստավորելով ու ցույց տալով իրական ակունքները, ցույց տալ, որ այդ պայքարը հանուն հավասարության է եւ ի օգուտ եւ կանանց եւ տղամարդկանց, եւ հասարակական պայքարը, որ պայքար չէ, որի ներսում նույնպես գոյություն ունեն հիերարխիկ հարաբերություններ, որտեղ կա առաջնորդ եւ կա որոշում կայացնող եւ այդ որոշումը պարտադրող բոլորին, որ հասարակական պայքարը դա հորիզոնական փոխհարաբերություններով մարդկանց պայքար է եւ դա որպես ոսկե կանոն պետք է այսպես ամրագրվի հասարակական շարժումներում ներգրավված մարդկանց համար եւ այդ փոքրիկ հետազոտության իմ եզրակացությունները, որ հայաստանյան հասարակական շարժումների լեզուն թեև պակաս, բայց այնուամենայնիվ խտրական լեզու է։ Հասարակական շարժումների շարքում կան նաև կանանց շարժումներ եւ կանանց շարժումների խոսույթը, կամ դիսկուրսը լեզուն փոխակերպում կամ գոնե փորձում են փոխակերպել հասարակական մյուս շարժումների խտրականության դրսևորումները։ Եվ վերջում շնորհակալություն։